Պատրաստես կյանք, ուրախ ես։ Ստեղ են որ գազի բալոն հացնց մեքենաների մեջ, տանը ճամպրուկը չտեղավորվեց։ Ճանապարհ ենք ընկնում, գնում ենք Բանգալորի օդանավակայան, տեղային թռիչք լինելու, գնում ենք Գոա ընկերներ։ Ինքնաթիռով ընդամենը կես ժամ է, դրա համար նախընտրեցինք սենց տարբերակ, իսկ եթե մեքենայով ընտրեինք գնալը, մի ամբողջ օր, եթե ոչ ավել պետք է գնայինք։ Հատուկ ձեզ համար կրկին նկարում եմ Բանգալորի տրաֆիկը, ինչպես տեսնում եք, բավականին ծանրաբեռնված է, մեքենաները ծանրաբեռնված երթևեկում են, այստեղ միշտ կարելի ասել այսպես է, աշխատանքային ժամերին, չասեմ էլ ժամերով կարող ես ճանապարհին կանգնել։ Շատերը նկատած կլինեք իմ վլոգներից, որ Բանգալորը Հնդկաստանի արագ զարգացող քաղաքներից է եւ այստեղ կարելի է տեսնել նորակառույց շենքը անմիջապես հին տների կողքին։ Հինն ու նորը կարծես իրար միար խառնված լինի, իսկ թաղամասեր կան, որ առայժմ դեռ հին ոճում են եւ այդքան էլ դեռ զարգացած չի։ Մենք արդեն տեղում ենք ընկերներ, օդանավակայանում ենք, մի քիչ շուտ ենք հասել, բայց ուրախ ենք, մտածում ենք, քանի որ տոնական օրերին ճանապարհը կարող է շատ զբաղված լինի ու ուշանանք, բայց մոտավորապես 20 րոպե շուտ ենք հասել մեր նախատեսածից, դա նշանակություն չունի, գնանք տեսնենք ներսում ինչ է կատարվում, քանի որ տոնական օրերին շատ զբաղված է։ Տեսնում եք ինչքան մարդիկ են պատրաստվում թռիչքի։ Կարևորը մեր փոքրիկ կյանքն է պատրաստ։ How can I get handsome like you? Մի քիչ տեղի բրենդներով ենք հիանում։ Ինչ արժի, այս բեքփեքա երեխա։ Usually they put the prices on them. Սիրում ես շատ։ Հետաքրքիր ավելի ճիշտ նոր։ I'm just curious. 14000 արժեր այդ պայուսակը, երևի մոտավորապես մի 150 քանի դոլար էլի։ Լավ, հետաքրքիր բեքփեք էր, բայց շատ մեծ չէ, շատ բան չես տեղավորել։ Երևի եթե աշխատանքից գնում ուզում ես որ լապթոփը ապահով լինի, 50% off. 200% off. 50% off. 50% off, 200%. Այս կաբին բեգը 12000 արժի, բայց զեղչով 6000 է գալիս։ This as well? Colors. Different colors. Սիրում ենք։ Ես հավանեցի, զեղչով 6000 ռուպի է գալիս, մոտավորապես 67-68 դոլարի կարգի։ Մինգինն է, չէ՞, հա։ Գույները ուղղակի տարբեր են։ Լավ կինո, ճիշտ ասած ինձ թվում է։ Մենք դեռ շրջում ենք, տեսնենք ինչ ունեն։ Այս Strange baklava. Mysore pak. տեսեք ինչ ունեն։ Հետաքրքիր ամեն ժամանակը անցնի ընկերներ չան։ Բայց ինչի եկան ուտելիքի տեղը։ Դրանք լավը չեն, բալ այս սաղ գույներ են արհեստականի մարել։ Chips. Ստեղ մենք մի քիչ գնումներ արեցինք, Ալեքսանդրը իրան հյութը չեր կարա, Ջեյմսն է, չիպսի հեղինակը Ջեյմսն է, ինչ է վերցրել էլ, ես էլ չեմ տեսել, եկեք տեսնենք ինչ է վերցրել էլ։ Daddy take this or you take this? No, I didn't. You? I'll take it for mommy and me. Because you have your candy. I'll give you mine if you want. Yeah. Ինքը ես էլ ուզում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Պակիստանը նախ տերորիստական գործողություն սկսեց Հնդկաստանի դեմ, որից հետո երկու երկրների միջև ռազմական գործողություններ սկսեցին։ Այս գիրքը հենց այդ ռազմական գործողություններին է վերաբերվում Սինդոր օպերացիանը, որը Հնդկաստանը կիրառեց եւ շատ կարճ ժամանակում խաղաղություն բերեց երկրին։ I didn't like chips too much. I think it is missing
salt։ Ոնց որ աղարած չլինի։ Ահ, ինչ-որ բան ուտես։ Անալի։ Այստեղ Տանտանի պատմություններ են, ովքեր որ Տանտանին ճանաչում են, Տանտանը բելգիական հերոս է, մուլտհերոս է, շատ հայտնի։ Հետաքրքիր գրականություն ունեն, բայց ոչ բոլոր հատորներն են 3, 6, 7, 8, 5 Տանտանի արկածները։ Ինձ թվում է Բելգիայում բոլոր երեխաները գիտեն Տանտանին։ Ջեսն ու Ալեքսն այնտեղ մնացին, ես եկել եմ մի քիչ այստեղ տեղանքն եմ ուսումնասիրում, այնքան խանութներ կան, որ մանգաս թռիչքիցդ երևի կուշանաս, նադիկ է այդ մանգալ, բայց համել լիքը մարդ կա, բոլորին սպասարկել է հարկավոր, չեմ զարմանում այդքան ուտելու տեղեր կան։ Հիմա ես եկա իրանք գնացին, Ալեքսը սրանց էր վերցրել, մտածեցի տեսնեմ ինչա, վատը չի, սենց մանր։ Merry Christmas! Երիտասարդ եվրոպացիներ էին անցնում և շնորհավորում էին Սուրբ Ծնունդը, բնականաբար ոչ բոլորը արձագանքեցին։ Վատը չի, թթվաշ ինչ-որ բան է, հետաքրքիր է։ Ասում էր, մամա չեմ փորձել, ասեց այդ չմնաց հանկարծ, Ալեքս ջան։ Ուտել է հարմար չի, բայց Հագեմ գունեմ շեփ ու գավ, եթե վերջ կտամ։ Ալեքս, բայց ահա որ յազվա բան է։ Չէ՞։ Կպչուն է։ Յազվա։ Կպչուն է շատ։ Չես կարողանում դա էլ չուտես, չէ՞։ Անդադ ուզում ես, ասում դրա վեր չեմ ուտում, վերջինն է։ Սեմչկայից ավելի վատ է։ Ինձ թվում է ոնց որ լիմոնի աղ օգտագործածն են։ Ճիշտ չափաբաժնով։ In Belgium you have to buy 1,000. Yeah. Գնացինք ժողովուրդ ջան, մեզ բարի ճանապարհ 40 րոպեով շացումով ենք գնում, բայց էլի լավ է, չենք դժգոհում։ Բայց հոգնած ենք։ Մենք մի քիչ շուտ ենք եկել, որովհետև նախորդ անգամ այս տերմինալը չէր, միջազգային տերմինալից որ Հայաստան ենք գնում, մի քիչ երկար թվեց ու լավ էր, որ շուտ ենք դուրս եկել, ժամանակի ոնց որ հասանք մեր գեյթին, դրա համար այստեղ էլ շուտ ենք դուրս եկել տանից, որ ճանապարհին խնդիրներ չլինեն, բայց այս անգամ էլ շուտ հասանք, մենք հոգնեցինք, բայց դա ոչինչ։ Welcome to Indigo. We would love to take off with you at the earliest. To help us get going, please keep your... Yeah, but we are always together. Etin sandviç Alex. Ինչով սենդվիչ է։ Հա, սենդվիչ է, ինչով սենդվիչ է, սենդվիչ։ Այդ երկու հատ է։ 4 այդ երկուսը իրար է կապած, կարաս անջատես։ Փոքրացնես։ Այդ։ Բայց դեր անձեռոցիկի վրա, okay? Հա, այդ։ Հիմա կարաս ուտես, բարի ախորշակ։ Համով է։ Thank you. Now you useless. You like it? It's very good, yeah. Actually. Shall I say what it inside? No, don't tell me what it is. Tastes like chicken. Yeah, chicken. It is chicken. But the green. Hamem mama, չէ, ասում է շատ համով։ Համեմի նկատմամբ Doesn't taste like ալերգիա ունի, գիտեք, չի սիրում։ Ասում է շատ համով է։ Ասում եմ ես I need my No, but it's good. Իսկական շատ համով է։
Նամանավանդ ես It's good կարոտել that է you can't taste it. համեմի հոտը համեմի համը կարոտել է իմ կանաչիներից բացակայում է համեմը շատ մեծ հաճույքով ուտում եմ հիմա համը վայ Ալեքս կարևոր է դա բարի ախորժակ bon appétit Daddy said it does not. Դադին էր ասեց լավն է Boy, there was one building on the hill. Hold on to the line. Happy classic. Hold on. Առաջին գոտիում է մեր ճամպրուկը լինելու Մենք արդեն դուրս ենք եկել, ստեղ շոկ է, ստեղ սենց են, որ տոթը վրետ է տալիս, տենց եղանակա, ժամը երևի 5-ի կողմերն է հիմա, սպասում ենք տաքսու հետ պայմանավորվել էինք նախապես, որ հանդիպենք, մի ձեր տուր Ալեքս, բայց դեռ չի եկել, մենք մեր նկարներն ենք ուղարկել, որ մեզ գտնի, մենք իրան չենք գտնամ Okay, ժողովուրդ, սա մեր հանրահայտ գոհանա, What do they speak in Goa? Օդանավակայանը Language. Konkani. What is it called? Konkani. Konkan? Yeah. Oh, that's interesting. Have Okay. Portuguese in it? Or not? Some Yeah, influence? some little bit. Yeah, a Not little much. bit. Not too much. Konkan. Konkani. Konkani. Թանավակայանից նոր ենք դուրս եկել, այս ոնց որ առաջին խանութներն են Ինձ թվում էր, որ ես նախորդ տեսանյութերում ասել եմ, թե ուր ենք գնում, մենք եկել ենք Գոա ընկերներ, Ռուսաստանի Գոայում ենք, գնում ենք դեպի ծով, մի քիչ արևը վայելենք, այստեղի տարբերությունն մեր հատվածի Բանգալորի եղանակը շատ բարենպաստ է, ոչ շատ շոգ է, ոչ ցուրտ է, հանգիստ կարելի է մտնել ծովը, լողալ, արևի տակ պարկել, մի խոսքով հիանալի եղանակ է այստեղ։ Օդանավակայանից դեպի Լողապ մեքենայով մենք հասանք մոտավորապես 3 ժամում, ճանապարհը բավականին երկար էր։ Այստեղ ինչպես տեսնում եք, Գոան ունի եւ զարգացած հատված եւ ոչ զարգացած հատված, այս հատվածը ոչ այնքան զարգացած հատվածն է, փոքրիկ հին տներով եւ կհասնենք արդեն հիմա կտեսնեք, թե ինչպիսի նորակառույց տներ, գեղեցիկ տներ կան այստեղ։ There's Hopo, Alex. Hi. See him? Get a sense that Sure. civilization has advanced more here than actually in Bangalore. There's a lot of larger sort of shops. Here, for example, a Mega Mart. Շատ մարդ կա։ Some beautiful buildings here, Leon. Huh? Yeah. They look to be a bit older.
panels that they do in Portugal. Yeah, They had those in the wall of the toilet. Yeah. Yeah. Very typically Portuguese. It's beautiful. Yeah. Go up there. Could you send it to me? Просто կարելի է գալ շոտ սիրում եմ։ Դեպքիրանունց է թեմպլի անունը։ There are many restaurants in here. What? Many restaurants in here. Yeah. Big restoranlar կան։ That's a good thing. You love Kingfisher? Maybe not. The place I can lay down everyone. Մենք արդեն տեղում ենք ընկերներ, այս մեր հյուրանոցի համարն է։ Ինչի ենք այս հյուրանոցը ընտրել, որովհետև այստեղից ծովի համար ենք այստեղ եկել, Ալեքսը ծով է ուզում։ Այս ռեստորանն է, այս ծովի ափին է, ասենց քայլելով պետք է գնանք ծով, հետ գանք։ Ամենալավ տարբերակներ, սենց փոքր տնակ։ Մեզ մոտ օրը նոր է բացվել, ճիշտ է ես երեկ ձեզ ցույց տվեցի երեկոյան տան պատկերը, որ այսքանն է մեր լուսավորությունը էլի պետք է լինի, երևի մյուս կողմում է։ Մի հատ միացնեմ ու անցնենք առաջ ընկերներ։ Հիմա ավելի լույս։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, այս պատի վրայի զարդարանքներն են, սրանք կոչվում են պատի զամբյուղներ, դեկորացիա է հիմնականում, դեկորներ են, պատրաստում են սաբայի խոտից, կոչվում է սաբայ գրաս, երբեմն նաև պալմայի տերևներով են համակցում, այս աշխատանքները հնդիկ կանայք են հիմնականում անում, շատ տարածված է Բենգալի շրջանի, մեկի Օդիշա այդ նահանգներում են հիմնականում անում ու շատ տեղեր կարելի է հանդիպել։ Այսօրվա դիզայներները օգտագործում են նաև բոհեմյան ոճի որևէ դիզայն անելուց, եթե բոհեմյան ոճ են ուզում լինի, ահա այս զամբյուղներից եւս օգտագործում են բոհեմյան ոճը ապահովելու համար։ Երբեմն նաև որպես փոքր զամբյուղիկներ են հենց օգտագործում, էլի տան դիզայնի համար, ինչ որ փոքր բաներ մեջը պահելու համար, դե նայած թե ինչպես իրենք դիզայներները կտեսնեն այդ անկյունը, այդ հատվածը, նայած թե ինչ են ուզում իրանք ստանան։ Այս երևի թե մարոկական ոճի կամ նաև թուրքական ոճի լամպեր են, չնայած այստեղ սենց փղի գլուխն է,
որ շատ հետաքրքիր է, բայց այս կապույտ սպիտակ ապակին հենց թուրքական ու մարոկական, հիմնական շատ մարոկական ոճում է մեզ հանդիպում, բայց այս փիղն էլ երևի թե հնդկական, այնպես որ հենց կարելի ասել ինչ որ խառնուրդ է, մի հատն այն մեկը բացակայում է, երևի թե վնասվել է ու հանել են չեն փակցրել, ինչևէ, այս էր ինձ շատ հետաքրքիր, այստեղից ես նկատել եմ իրանց կահույքը, եկեք ձեզ էլ ցույց տամ, սենց ձեռքի աշխատանքը ամբողջությամբ, չգիտեմ այս հինը, երբեմն իրանք սենց հին սարքում են, շատ լավ ձեռքի վարպետներ են հնդիկները իդեպ, այս նման բաներ անելուց, բայց ինքը կամ շատ հին է, կամ մեն դեպքում մաքուր փայտ է ու ձեռքի աշխատանք ինձ այս շատ հետաքրքրեց, այստեղ սենց էլի փայտից այս ոճի մեջ ինչ-որ բան է, բայց մահճակալ է, եկեք սենց մի քիչ ավելի մեծացնեմ էլի, այս սենցն է, ինչև է շատ ծանր փայտ է, երևի թե սա է, որ հետաքրքիր ինչ-որ մի բան, ում համար հետաքրքիր է, սա այսպես, այս սալիկները, որ տեսնում ենք, հիմնականում սենց սալիկներ, դուք մեր հետ շատերդ եկել եք Պորտուգալիա ու տեսած կլինեք, որ նույնիսկ պատերը, դրսի պատերը, տան դրսի պատերը պորտուգալացիները սալիկներ են անում և քանի որ Հնդկաստանի Գոա նահանգը 450 տարի եղել է Պորտուգալիայի գաղութը, այս սալիկները շատ այս տարածքին համահունչ է, հենց պորտուգալացիներից է գալիս նման սենց գունավոր սալիկները, եթե դիտեք մեր Պորտուգալիայի տեսանյութերը, եթե չեք դիտել անպայման տեսեք, ովքեր որ չեն եղել Պորտուգալիայում, եթե եղել եք, տեսել եք, կհաստատեք, կփաստեք, որ նույնիսկ տան այդ դրսի պատերը իրանք այս սալիկներից են ամրացնում, շատ սիրուն է, նույնը նաև լոգարանում է նույն բանը, սա մեր լոգարանն է, եկեք մի անգամ ինձ լոգարանն էլ ցույց տամ, լավ լայն լոգարան է, հնդկական ոճի լոգարան, ցնցող, այստեղ ջուրն է, տաք սառը ջուր, էլի պորտուգալական ոճով այս սալիկներն են, կաֆելները, այստեղից դեպի դուրս ենք գալիս ու իրիկունը, որ ձեզ ցույց տվեցի, դեպի բալկոն գնացող այս մեր հատվածն է, չնայած ճիշտ է նոր ենք եկել, բայց երեք հասցրեցինք, երևի մի կես ժամ նստել ենք այստեղ, մինչև քնելը շատ հաճելի էր, սա ռեստորանն է, ասեցի, այն ծովն է արդեն տեսնում եք, եկեք մոտիկացնեմ, այս սենց, այնտեղ արդեն ծովն է, ոտքի ճանապարհ է, հեսա միասին կգնանք քայլելով, սա եթե սենց շրջում եմ, գալիս եմ մեր մուտքի դռան մոտ, այստեղից ենք ներս մտնում, սա է մեր մուտքի դուռը, այս էլ աստիճաններն են այստեղ, ամեն առավոտ այս կանայք գալիս են ու մաքրում են ծովափը, որպեսզի մաքուր լինի, եթե չանեին, ինչքան կեղտոտ կլիներ։ Մեծ գործ է այստեղ սպասվում։ Opla. Came shooting out. Okay. Մենակ աչքերին չքսես կյան։ All over. Nose too, huh? The big schnozola. Մի քիչ մասաժ արա, սենց դադին դարավ, մումիա։ Աչքերին չենք անում, որ չմրմռա, կմրմռացնի թե չէ, okay? Կարանք ականջներին էլ անենք, որովհետև ականջների շատ of the ice here where the loss of նուրբա ու կվարվի, հա։ Սենց ես դիմացն է կարազանես կա, կամ լավ էտ մսեք եք ես նին։
Alex just in Chagata. Normally this is what is living in there. I don't know. It bring looks to like a us, crab honey. to me. It looks like a crab. I think it's a crab of some sort. Այսօրվա մեր վլոգը այսքանը կլինի, շատ երկար չլինի, որպեսզի հաճույքով դիտեք, մնացած մեր հանգստյան օրերի մասին կկիսվեն բնականաբար մեր հաջորդ վլոգներում։ Ձեզ շատ սիրում ենք, պաչիկներ ենք ուղարկում, հուսով եմ, որ դուք էլ լավ էներգետիկորեն պատրաստվում եք նոր տարվան, ամանորին։ Այս տեսանյութերը այն տեսանյութերն են, որ նկարում եմ ու հրապարակում եմ, երբ որ հայ կանայք պատրաստվում են ամանորին, այս այն ամենա երևի դաժան օրերից է, համ դաժան, համ ուրախ, հաճելի ընտանեկան օրերից է, երբ պատրաստում ես բլինչիկի լիստերը, մի խոսքով տոլման, բուդը, խմորեղեններ տարբեր, ինչևէ, բայց շնորհակալ եմ դրա համար առանձնակի, որ ժամանակ եք գտնում ու նայում եք իմ վլոգները, որ այդ գործերից որ հոգնում ես, դնում ես ամեն ինչ կրակին վերջապես, որ եփվի, դու մի քիչ ժամանակ ունես ու գալիս եք իմ վլոգները նայելու, շատ շնորհակալ եմ դրա համար, ձեզ լիքը գրկում եմ, պաչիկներ եմ ուղարկում, լավ մնացեք, մինչև կհանդիպենք հաջորդ վլոգում։